Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Պարոն Փաշինյան, կամփոփեք ձեր IT արդյունքները Ռուսաստանի Դաշնություն եւ կխնդրեմ նշել կոնկրետ ինչ համաձայնություններ են ձեռք բերվել եւ կոնկրետ որ ուղղություններով։ Շնորհակալ։ Մի շարք ուղղություններով ձեռք ենք բերել կոնկրետ պայմանավորվածություններ, գործնականում մեր օրակարգի բոլոր ուղղություններով ենք ձեռք բերել կոնկրետ պայմանավորվածություններ, մշակույթից սկսած ռազմատեխնիկական համագործակցությունով ավարտված եւ այցը գնահատում եմ շատ հաջող։ Պարոն Փաշինյան, ԿԽ եւ ԱԺ 4 գումարումների падգամավոր Ռուբեն Հակոբյանը տարբեր հաղորդումների եւ իր գրառումներով վկայակոչելով մի շարք փաստեր ձեզ մեղադրում է պետական հանցագործություն կատարելու մեջ։ Ինչի համար ըստ նրա վաղտերից դուք պետք է պատասխանատվության ենթարկվեք։ Ահա պարոն Հակոբյանի կողմից ներկայացված մի քանի փաստարկներ։ Դուք ըստ նրա հրահանգելով փակել եք դատարանները, տապալել եք պետության սահմանադրական կարգը, օգտվելով ձեր վարչապետի կարգավիճակից, ԱԺ-ամբիոնից ըստ նրա խոստովանել եք, որ զոհաբերել եք հազարավոր զինվորների կյանք, ձեր իշխանությունը պահպանելու եւ ձեզ դավաճան չկոչելու համար։ Ստեփանակերտում հայտարարելով, որ Արցախը Հայաստանի եւ վերջ, ըստ նրա սադրել եք 44-օրյա պատերազմը, ինչը ըստ նրա լեգիտիմ առիթ է տվել թշնամուն սկսել պատերազմը, ինչի արդյունքում ըստ նրա էթնոզտել ու գլխատել են Արցախը։ 22 թվականին Պրահայում հայտարարելով, որ Արցախը մաս է կազմում Ադրբեջանին, ըստ նրա խախտել եք 1992 թվականի ԿԽ կողմից ընդունված հայտնի որոշումը, ինչը լեգիտիմ իրավունք է տվել ադրբեջանական կողմին միջազգային օրենսդրության շրջանակում պահանջել մինչև $150 միլիարդ հատուցում Հայաստանից։ Ըստ նրա, եթե ներկայացված փաստերը չեն համապատասխանում իրականությանը, ապա ներկայացնողը պետք է ենթարկվի խիստ պատասխանատվության, իսկ եթե թվարկված փաստերը ճիշտ են, ապա դուք պետք է ազատեք վարչապետի պաշտոնը եւ ՀՀ սահմանադրությունը, մեր օրենսդրության ու միջազգային կոնվենցիաների պահանջների համաձայն ենթարկվեք պատասխանատվության եւ հայտնվեք համապատասխան վայրում։ Ծանոթ եք արդյոք ձեզ ներկայացված այս մեղադրանքներին եւ պարոն Հակոբյանի կողմից նշված երկու հնարավոր լուծումներին։ Ոչ։ Եվ ինչ կասեք այդ մեղադրանքների մասով, ձեր հարցին ինչ է։ Ձեր հարցին պատասխանեցի։